ովքեր են, որ պիտի հափշտակվեն։ Գիտեք, եղբայրներ, քույրեր, այն ինչով մենք զբաղված ենք, այն օրից, այն պահից սկսած, որ մենք Տիրոջը այո ասեցինք եւ սկսվեց մի նոր ընթացք չէ մեր կյանքում, մենք սկսեցինք Սուրբ Գիրք կարդալ, աղոթք քանել, ծառայությունների, պաշտամունքներին մասնակցել, վերջապես գտնվել եկեղեցում, շփվել, հաղորդակցվել հավատացյալ ժողովրդի մարդկանց հետ, գտնվել Աստծո տան մեջ, վերջապես հանձնարարություններ տարբեր, որպես հոգևոր, որպես հավատացյալ, այդ ամբողջ ընթացքի եւ այդ ամեն արածի վերջնակետը որն է, ինչու մենք դարձանք հավատացյալ եւ ինչու այդ ամենը արեցինք եւ շարունակում ենք անել, մեկ կարևոր վերջնակետ կա եւ գլխավոր նպատակ։ Ես եւ դու, երբ նա գա, իսկ նա կգա անպայման, իր սուրբերի հետևից, կգտնվենք նրան դիմավորողների մեջ։ Եթե այս տեսիլքը, եթե այս գլխավոր հարցը մեզ չի բռնել, ամբողջովին բռնված չենք այս մտքով, այս տեսիլքով եւ այս սպասումով, ուրեմն մենք ճիշտ կամ լավ վիճակում չենք որպես հոգևոր մարդիկ։ Դա դեռ մեղմ ասած։ Տերը հաստատ շատերին, գիտեք, հիմա էլ այդ հարցը տալիս, բայց որքան ցավալի կլինի, որ արդեն այն ժամանակն է, երբ որ մենք կկանգնենք նրա առաջ եւ անպայման Տերը կասի ինչով էիր զբաղված։ Ոնց Տեր, բա ես եկեղեցի էի գնում, Սուրբ Գիրք էի կարդում, աղոթք էի, աղոթքներ էի անում, ծառայություն էի անում, ասենք երգում էի, քարոզում էի, վերջը հանձնարարություններ էի կատարում, հրաշքներ եղան իմ ծառայության ժամանակ, տարբեր բաներ շատ էան, բայց Տերը նորից կասի ինչով էիր զբաղված։ Եվ այդ հարցը իրոք այսօր տալիս է Տերը։ Եվ երանի նրան, ով լսում է եւ ինձ անկեղծ ուզում է հասկանա, այս Տերը ինչու է այս հարցը տալիս։ Տերը երբ որ ասում է ինչով էր զբաղված, նկատի ունի սիրտդ ինչով է զբաղված։ Դու կարող ես աղոթք անես, դու կարող ես կարդաս, դու կարող ես ծառայություն մատուցես, վերջը քարոզես անգամ, ինչպես ասեցի, եւ էլի շատ բաներ։ Բայց որտեղ է քո սիրտը։ Ինչով է զբաղված քո սիրտը։ Գիտեք, ես վերջերս միտեղ հրավիրել էին մեկի տանն էի, այդպես հավատացյալներ կային, նստած զրուցում էինք, հյուրասիրում էին, այդպես վերջը, դե խոսքը բնական է մեր թեմաները սուրբ գրային հարցեր առաջացան, մեկը հարց տվեց, հարցը ինձ ուղղեց, ասաց, ովքեր են, որ պիտի հափշտակվեն, գիտեք, ինձ հետ այդ նման բան հաճախ է լինում, որ ես խոսում եմ, հետո եմ լսում կարծես, այդ հետաքրքիր բան եղավ, ես դե որպես սուրբ գրքին տեղյակ մարդ ավետարանը կարդացող վերջը հավատացյալ, ես կարող եմ մեջ բերումներ անել այնտեղ, դե ովքեր պարչի սուրբերը, հաղթողները, հարսը, եւ ճիշտ կլիներ, բայց մի բան է ճիշտը, մի բան է այլ բան է ճշմարտությունը։ Գիտեք որն է ճշմարտությունը, ըստ ավետարանի։ Ճշմարտությունը տվյալ պահին Աստծո հոգուց առաջարկած խոսքն է կամ նրանից ուղված մեր սրտերին խոսքն է։ Եվ այսպիսի պատասխան եղավ, հետո նոր մտածեցի եւ սկսեցի մտածել այդ ինչ է նշանակում։ Պատասխանը սա էր, հափշտակվելու են նրանք, ովքեր հափշտակված են։ Հետո ասեցի, մտածեցի, տեսա այ մարդ, հետաքրքիր մտածելու առիթ տվեց։ Ինչ ասել է հափշտակված են։ Այս բառը էլ է որ փորձենք հասկանալ։ Հափշտակել բնագրի մեջ ես նայեցի այդ բառարանը ունեմ ես։
բնագրային իմաստների բառարանը։ Հունարենում այդ բառը, գիտեք, նշանակում է այդպես վերցնել ու տանել, այդպես իրենով անել, կամ այդպես հետարքիր բաներ կա։ Ովքեր պիտի իսկապես հələ մտածենք, կարժանանան, չէ, նկատի ունեմ, կարժանանան, պատրաստ կգտնվեն այդ պահին, որ իրենք նույնպես այդ հափշտակվողների մեջ լինեն։ Ամենաերանելի բաժինը այդ պահի համար է, որ գիտեք, եթե դրանով մենք չենք ապրում, հայտնության գրքում 22-րդ գլխի 17 խոսքն է, ասում է հոգին եւ հարսը ինչ են ասում։ Ասում են եկուր։ Ով որ այդ հարսի կարգավիճակում, այսինքն այդ հարսի հավաքական Քրիստոսի մարմնի եկեղեցու մեջ է իսկապես իր տեղում ճշտապես գտնվում, նրա սիրտը Տիրոջ սրտի հետ միացած է, նրա գլուխը Քրիստոսն է եւ այդ փոխանցված է իրեն Սուրբ Հոգուց, որտեղ Սուրբ Հոգին եկել է, որ փոխանցի Փեսայի սրտի եղածը մեզ, ամբողջ նրա կամքը մեզ եւ ինչա փոխանցում Սուրբ Հոգին եւ այստեղ տեսնում ենք Սուրբ Հոգին եւ հարսը միաբան նույն բանն են ասում։ Մեկ բան են ուզում նրանք, ասում են եկուր Տեր։ Եկուր։ Արդյոք մեր սիրտը ասում է եկուր։ Երբ կասի մեր սիրտը եկուր, գիտեք, երբ մեր սիրտը նրանով է զբաղված։ Եթե սիրտը նրանով զբաղված չի եւ ամբողջովին։ Դրա համար հիշում եք Հիսուսը ասեց մեկ երկու խոսք ուղղակի հաստատող 22-րդ գլուխ ու 35, 36, 37 խոսքերը։ Եվ անոնցում է մեկը օրինական հարցու ձանիկա փորձելով ու ուսավ վարդապետ, որ պատվիրանքը մեծ է օրենքի մեջ։ Որ պատվիրանքն է մեծը օրենքի մեջ։ Եվ Հիսուսը սավանոր։ Քու Տեր Աստվածդ սիրես քու բոլոր սրտովդ։ Հետո քու բոլոր անձովդ ու քու բոլոր մտքովդ։ Միտեղ ասում է քու բոլոր զորությամբ, չէ՞։ Այսինքն ինչպես սիրես, որքան սիրես, այդ սիրո չափը ինչպիսին պիտի լինի, որ համապատասխանի Աստծո այն ճշմարտության չափանիշներին, ասում է քո Տեր Աստվածդ սիրես քո բոլոր սրտովդ։ Ինչու, որովհետև Աստված լավ գիտի, եթե մարդու սրտի մեջ թեկուզ մի փոքրիկ անկյուն չնվիրաբերվի Աստծուն, այդ փոքրիկ կետը, այդ փոքրիկ տեղը, որը չգիտեմ ինչու եւ ինչպես այդ հավատացյալ կոչվողը ինչի համար է պահել ում է նվիրել այդ սրտի այդ փոքրիկ մասը, այդ փոքրիկ թվացյալ սկզբում այդպես է երևում, բայց որքան օրինակներ կան, որ ահա այդ մի փոքր թթխմորի պես եղած այդ թաքցրած բանը սրտի մեջ մարդու կտրել է Աստծուն վերջում եւ կտրել է մարդուն Աստծուց եւ վերջում հեռացրել է Աստծուց։ Օրինակները շատ են Սուրբ գրքում, թե հին կտակարանում, թե նոր։ Եվ գիտեք, սենց բան կա, չէ, արտահայտություն կա, ասում են, այս ինչ բան է, այս մարդուն տարել է։ Ասենք, տարվել է մի բանով։ Մանավանդ մեր օրերում տարվելու այնքան միջոցներ ու բաներ է առաջացել, չէ, հնարավորություններ։ Եվ ինչպես է լինում, որ ինչ-որ բան կամ ինչ-որ թեկուզ ինչ-որ մեկը տանում է մեկին, երբ որ մենք մեր սիրտը տալիս ենք ինչ-որ բանի եւ թույլ ենք տալիս, որ մեր ուշադրությունը ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը ավելի գրավի, որքան որ իհարկե իմաստությամբ անհրաժեշտ է, մեկ էլ տեսնում ենք մենք անկախ մեզանից որտեղ են գտնվում, ինչ միջավայրում ենք, մեկ էլ տեսնում ենք մեր ուշումիտը տեղ է։ Այս ինչ մարդու վրա է, այդ ինչ, չգիտեմ, ինչի վրա է, կարող է, գիտեք, մենք ստեղ հիմա նստած
Բայց մեր սիրտը որտեղ է, չէ՞ որ ես Տիրոջ այդ հարցը իրոք ուղղված ամեն մեկիս, ինչով է զբաղված մեր սիրտը, հավատացյալ մարդ։ Իրոք դու հսկում ես, որ ասում է ամեն զգուշությունով քո սրտին ինչ արա։ Հետևիր, չէ՞ ասում է, որտեղ մահվան եւ կյանքի ելքը նրանից է։ Վերջնարդյունքը կախված է, թե այդ սիրտը ինչով, ինչի տվեցիր կամ ինչ թույլ տվեցիր, որ ինչով տարված լինի քո սիրտը։ Տարված նշանակում է տվյալ բանով զբաղված։ Ասենք եղբայրը Աբրահամի մասին, որ խոսում էր իրոք, եկավ իրավիճակ ստեղծվեց, որ արդեն Իսահակը կար, Աբրահամը այնքան էր ուրախացել, չէ՞ իր Իսահակ որդիով։ Բայց վտանգավոր մի բան տեսավ Տերը, որ իր տվածը Աբրահամին սկսել է տանել։ Ասում է քո մեկ հատիկ սիրելի Իսահակին, չէ՞։ Քո սիրած, այդպես նշում ասում է, քո սիրելի որդի այդ զավակին, Իսահակին, տար ինձ համար զոհ անելու։ Ինչպես է լինում, որ Աստծո տվածը ավելի է կարևորվում, քան տվողը, չէ՞։ Աստված ինքն է տվել մեզ, ինչ որ ունենք մենք չենք ինչ որ տեսակ մեր միջոցներով, հնարավորություններով ձեռք բերել։ Եվ անգամ այդ կարողություններն էլ, որ Տերը մեզ տվել է, աշխատելու կարողություն եւ այլն, էլի Տիրոջ շնորհքն է։ Եթե նա չտար, ես որտեղից պիտի ձեռք բերեի կամ ունենայի ինչ որ բաներ։ Բայց հարցը ինչու՞մն է, որ այդ օրինավոր բաները, որ Տերը տվել է, օրինավոր բաներ։ Չի ուզում, որ այդ օրինավոր բաներից մեկը զբաղացնի քո սիրտը։ Դրանք լինեն քո երեխաները, քո ընտանիքի անդամները, վերջապես են մտերիմ մարդիկ։ Տերը մեզ պատվիրում է, որ սիրենք մարդկանց, անգամ թշնամիներին սիրենք, բայց երբեք չի պատվիրում, որ մենք այն կույր սիրով սիրենք, որ թույլ տանք, որ մեկը գա ու մեր սիրտը զբաղացնի, ու մեր հայացքը կտրի Աստծուց եւ իրենով անի մեզ։ Ով կամ ինչն է մեզ իրենով արել կամ տարել մեզ։ Այդ տարված վիճակները խիստ վտանգավոր են։ Քո ուշ ու միտը որտեղ է, Տերը նայում է, չէ՞, ասում է, քո ամբողջ մտքով էլ սիրես, քո միտքը, մտքերը որտեղ են։ Որտեղ ասում է, որտեղ ձեր գանձն է, չէ՞, այդ համարն էլ է ասում։ 12-րդ գլխում է ասում։ Լուկասի ավետարանի 12-ում ասում է, քանզի ձեր գանձը ուրվոր է, 34-ն է 12։ Սիրտերնի տալ հոն պիտի լա, իսկ եթե սիրտերնի թոնա, ուրեմն դուք ընդեղ եք։ Մարդ ընդեղ է, որտեղ իր սիրտն է։ Ասում է, որտեղ ձեր գանձն է, չէ՞։ Սա աքսիոմա է, Տիրոջ խոսքն է ասում։ Հնարավոր չի, որ քո գանձը ինչ որ մի բան լինի, ինչ որ մի տեղում գտնվի, դու ուրիշ տեղ լինես, քո ուշադրությունը ուրիշ բանի վրա լինի։ Քո ուշադրությունը, քո միտքը ամբողջ դրա վրա է լինելու։ Ահա թե ինչու է ուզում, որ Աստված մեզ պատվիրում, որ մեր գանձը ինքը զորով երբեք մեկի գանձը չի եղել ու չի լինի։ Թող մեկը հանկարծ չմտածի, որ Աստված այդպես բանի մեջ է հայտնվել, որ տեսնես քանի օքի ինձ կպաշտի, կամ քանիսը իր սիրտը կնվիրի ինձ, այ ողորմելի թշվառ մարդ, եթե այդպես ես իհարկե մտածում։ Տերը, որ մեզ պատվիրում է այդպես անել կամ այդպես մտածել, մեր բացարձակ շահերից ելնելով է ասում, որտեվ ինքն է մեր ստեղծողը, ինքն է կյանքը, եթե քո սիրտը դու չնվիրես քո ստեղծողին, քեզ կյանք պարգևողին, որը հենց քո կյանքն է, որոշել լինի, չէ՞, ով է ես, որ Քրիստոսը դառնա իմ կյանքը։ Ասում է, նա է որդին, չէ՞, ով որ որդի չունի, կյանք չունի։ Ինքը ասեց 14-ում, չէ՞, Հովանու, ասում է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ինքն է կյանքը։ Եթե կյանքը ինքն է, քո սիրտը ինչով է տարված։ Աստված սիրելով մեզ
ու մեր բացարձակ շահերից ելնելով թույլ է տալիս բաներ մեր կյանքում, որպեսզի մենք կանգ առնենք ու սթափվենք եւ տեսնենք, չկան բաներ, որոնք գնալով կարող է կուրքի են վերածվում կամ վերածվել են արդեն։ Եվ մենք լինելով քրիստոնյա հավատացյալ հայտնվել ենք կռապաշտության մեջ, որտեղ եթե նորից եմ ասում, ըստ Աստծո խոսքից, մեր սիրտը ինչ որ մեկը զբաղացրել է կամ ինչ որ բան, դա արդեն կուրքի կռապաշտության դրսևորումը։ Իսկ այդ կուրքը կամ այդ արժեքը, որին դու այդպես ուշադրություն ես հրավիրել ու հրապուրվել ես այսինչ կամ այնինչ բանով, քեզ արդեն հեռացրել Աստծո եւ վերջնարդյունքում ընդհանրապես կհեռացնի։ Թող մեկը չասի, որ չէ, դե ես գիտեմ, երբ է պետք, ոնց է պետք, ես սա կթողեմ, ես սա դեռ դու ոչինչ Աստծո խոսքն ասում է մի վստահիր քեզ, ոչ քո իմաստությանը վստահիր եւ ընդհանրապես քեզ ինքդ քեզանով դու ում վրա ես հույսը դնում, որ որպես թե քո կարողությունն ու քո իմաստությունը կօգնեն, որ դու մերժես, երբ որ ժամանակը անցնի իհարկե։ Ամեն բանի ատենը կա, իհարկե Տերը կոչ անում այսօր շատ հավատացյալների, ոչ քիչ, որ իրոք նայեն, տեսնեն իրոք որպես Քրիստոսի այդ ճշմարիտ հավատացող այս օրերի մեջ։ Իրոք նրանց սիրտը Քրիստոսով է բռնված, իսկապես մեր ուշ ու միտը ինքն է, որ քնում արթնանում ենք, մեր ամբողջ ուշադրությունը նրա վրա է, նրա խոսքն ենք փնտրում, նրա խոսքի կարիքն ու ծառավն ունենք միշտ։ Երբ որ Եղիան պետք է հափշտակվեր, Եղիսեն իր աշակերտը, չէ, նա իմացել էր, որ իր Տերը իր վրայից պիտի վերցվի։ 4-րդ թագավորաց 2-րդ գլխում գրված այդ մասին կարող եք կարդալ։ Բայց հետարքիր բան ասեց, Եղիան մի քանի անգամ ասեց, ես ես ինչ տեղն եմ գնում, դու մնա։ Բայց Եղիսեն գիտեք ինչ ասեց, ես քեզ չեմ թողի, Տերը վկա է, որ ես քեզ քո կողքից տեղ չեմ գնա։ Ինչու Եղիսեն Եղիայի կողքից տեղ չէր գնում։ Հրապուրվել, տարվել էր Եղիայով, գիտեք, բայց Եղիայով չէր տարվել, Եղիայով առերևույթ Եղիայով էր տարվել, որտեղ Եղիան Աստծո մարդ էր, բայց գիտեք ինչն էր տարել Եղիսեին, հրապուրել այդպես Եղիայի վրա հանգչող հոգին։ Եղիայի վրա հանգչող հոգին էր ամբողջովին Եղիսեին բռնել այսպես ու ուշադրությունը համակ հրավիրել էր Եղիսեն այդ իր տիրոջ վրա Եղիայի։ Դրա համար նա արդեն գիտեր, այնտեղ ասում է մարգարեից որդիները ասեցին, գիտես որ Տերը հայտնել էր որ քո տիրոջ այսօր քո գլխից պիտի վերցնի Աստված։ Նա 2 անգամ ասեցին, թե բանում վերջ այդ 2 քաղաքներում ասես լուր կեցեք, ես էլ գիտեմ։ Եվ ամբողջ գիտեք Եղիսեի այդպես ասած անելիքը որն էր, որ հսկի հանգարց Եղիայից աշկը չկտրի եւ տեսնելով Եղիան, որ ահա այսպիսի վերաբերմունք է ցուցաբերում Եղիսեն իր աշակերտը, ասեց ին վերցվելուց առաջ մի բան խնդրիր, քանի դեռ չեմ վերցվել։ Եվ գիտեք ինչ խնդրեց, գիտենք մենք, չէ՞ ինչ խնդրեց։ Այ հենց այդ հոգին, որով զմայլվել ու տարվել էր, որ այդքան, այդպես ասած, Եղիսեին այդ փափագելի ու ցանկալի էր այդ հոգին, այդ հոգիով ապրելը, հենց ինքը դա խնդրեց, ասես քո հոգու կրկնակին եմ։ Ասես դժվար բան խնդրեցիր, բայց պայմանով, եթե դու տեսնես իմ երկինք վերցվելը, թող քո ուզածը լինի քեզ։ Եվ ինչ եք կարծում, առավել ևս դրանից հետո Եղիսեն անգամ աչք չէր թարթում երևի, որպեսզի չլինի թե վրիպի այդ պահը։ Եղիան վերցվի ու ինքը չտեսնի։ Այդ պահին ինքը արթուն չլինի։ Գիտեք, խորհրդով սա նման է հենց այդ պահով ապրելուն, որ մենք որպես Քրիստոսին սպասող մարդիկ, չէ, որպես իր եկեղեցու, սուրբ եկեղեցու անդամներ,
Արդյոք այդ պահով ենք ապրում, որ ես մեջ բերում արեցի, հոգին եւ հարսը կսեն եկուր, իրոք մեզ տարել է նրա գեղեցկությունը, նրա վայելչությունը, նրա որպես մեր Տեր լինելը համապատասխան վերաբերմունքի է արժանացել ու արժանանում մեր կողմից։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Աստված իրոք կերպեր միջոցներ անում, ասում է, որպեսզի իրենից աքսորված չմնա։ Այսօր քիչ չեն, գիտեք, եկեղեցիներում հենց հավատացյալի անունը կրողներ, որոնք աքսորված վիճակում են, հեռացել են Տիրոջից։ Թեև արերևույթ գալիս են, հավաքույթել են մասնակցում, նորից ինչ-որ բաներ են անում, կարդում են միգուցե, ինչ-որ չափով աղոթում են, բայց Տերը այդ կերպերն ու միջոցները անում է ոչ քչերին, որ այդ մարդկանց սրտերը նորից, որտեղ սրտերն է հեռացել, սրտերի մեջ ինչ-որ բան ծռվել, Տերը քչերին էլի նորից ոմանց ասում է, ուր է քո այն առաջի սերը, ինչպես Եփեսոսի եկեղեցուն ուղված այդ ուղերձի մեջ ասում, չէ հայտնության գրքում։ Երկրորդ գլխի այդ առաջի մասում ասում է, ես քո դեմ բան ունեմ, եւ ինչ ուներ Տերը այդ եկեղեցու, թեև այնտեղ իր գործերը ասում է, գիտեմ քո գործերը, տես ես արել, ես բայց ես քո դեմ բան ունեմ։ Եվ ինչ ուներ Տերը, քո առաջի սերը ձգել ես։ Այն կրակոտ սերը, որով դու ինձ սիրում ես, ուր է այդ սերը։ Ինչու ես ձգել, ուրեմն ինչ որ մի բան, քո ուշադրությունը կտրել է ինձանից եւ ինչ որ ուրիշ բանի վրա է սևեռել քո ուշադրությունը։ Հենց այնպես չի լինում, որ մարդու սիրտը սրտում եղած այդ սիրո կրակը սկսի սառչել, ավարտելով խոսքս ինձ եւ ձեզ կոչ եմ անում։ Իրոք Տերը գալու է հափշտակի նրանց, ովքեր իրենով հափշտակված են, ովքեր տարված են իրենով։ Նրանց ուշ ու միտը ամբողջովին Տիրոջով է բռնված։ Եկեք ոտքի կանգնենք։ Այս կարճ բանը ասեմ ու աղոթենք։ Որ կարծես համատարած ցավ է դարել դա, խնդիր, կապվածությունը հեռախոսների հետ, ինտերնետի հետ, չէ։ Ու ոչ քչերին այդ հեռախոսները տարել են։ Ու նայում ես օրվա քանի ժամը այդ հեռախոսի մեջ են, չէ։ Կամ այդ ինտերնետ կոչվածի մեջ են։ Ես դեմ չեմ ընդ օգտակար բաներից օգտվելու անհրաժեշտություն երբ լինում է իմաստությամբ։ Դրա մասին չի խոսքը։ Ես չեմ ասում, որ խաղեր կան հիմա այն բնույթի այնպիսի գայթակղիչ եւ հրապուրող մտնում են այդ խաղերի մեջ ու խաղում են ու վերջը չկա, տարել է։ Եվ որ ասում են, այս մարդուն այս ինչ բանը տարել է։ Ու ինչ ցավալի է, որ Հիսուսից բացի ինչ որ մեկը, ինչ որ բան, այն էլ հավատացյալին, դե աշխարհի մարդուն հասկանալի է։ Եկեք աղոթենք, զղջումով ասենք, եթե կա բան մեր կյանքում, մեր սրտերի մեջ, որ զգում ենք մենք, որ մենք ենք թույլ տվել, տեղ տվել, որ դա մեր ուշադրությունը այս կամ այն չափով կտրել է տվել Տիրոջից, եկեք զղջումով աղոթենք, ասենք, ների Տեր, օգնիր, որ ես իմ ամբողջ սիրտը քեզ նվիրեմ։ Այդպես սիրելով, անմնացորդ նվիրումով ես միայն կարժանանամ այդ օրհնյալ բաժնին, որ դու նախատեսել ես, որ ինձ էլ պիտի գաս ու տանես, փառք քեզ Տեր։